Հարց համար 27-ը վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խութացյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Սա ըստ էության համայնքների միավորմանն է վերաբերվում եւ միավորման 8-րդ փուլն ենք իրականացնում։ Կոնկրետես նախագծով առաջարկում ենք միավորել 9 համայնք, գոյություն ունեցող 9 համայնք 80 բնակավայրով եւ ձևավորել 3 խոշորացված համայնքներ 3 մարզերում՝ Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, ներառելով ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռիբերդ համայնքները, ընդհանուր 20 բնակավայր, Գորիս համայնքը Սյունիքի մարզում, ներառել ներկայիս Գորիս, Տաթև եւ Տեղ համայնքները, ընդհանուր առմամբ 28 բնակավայր եւ Եղեգնաձոր համայնքը Վայոց ձորի մարզում, ներառնելով Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները, ընդհանուր 32 բնակավայր։ Փոփոխությունը իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կկազմի 64։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խութացյան, հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք մի բան, որ մենք չունենք get մեկ դեպք, երբ որ համայնք խոշորացրած լինենք, հետո ասենք, վայ, ես ինչի սենց արեցինք։ Պետք էր չանել սա։ Ընդհակառակը, մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի եւ բնակավայրերի կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Ուրիշ բան որ չվերցնենք, խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողությունները էականորեն եւ անգամներով մեծանում են։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Իհարկե, նաև այստեղ քիչ առաջ ասվածի տրամաբանությամբ մենք պետք է համայնքային իշխանությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնող մեխանիզմներ մշակենք եւ ընդհանրապես նաև համայնքներում, հանրապետությունում մենք պետք է նաև քաղաքացիների հետ ակտիվ հաղորդակցություն իրականացնենք, թե ընդհանրապես ոնց է աշխատում համակարգը։ Ենթադրենք, երբ որ որևէ տեղ կա ջրի խնդիր, ոնց է լուծվում այդ ջրի խնդիրը, ինչ մեխանիզմով է լուծվում ջրի խնդիրը։ Իմիջիայլոց լավ հիշեցի, առողջության ապահովագրության հետ կապված, իհարկե լավ է, որ քաղաքացիները արտահայտվում են, մենք շնորհակալ ենք, բայց եստեղ էլի սոցիալ հոգեբանական եւ լեզվամտածողության մի հատ խնդրեմ եմ տեսնում։ Երբ որ ես տեսնում եմ վերնագրեր կամ մարդկանց կողմից մարդը ասում է, որ ես 1 միլիոն դրամանոց վիրահատությունը արեցի անվճար։ Այսինքն ինքը ճիշտ է արտահայտում, բայց մենք պետք է արձանագրենք, որ անվճար վիրահատություն չի լինում։ Ինչ որ մեկ այդ վիրահատության համար պետք է վճարի։ Այսինքն մենք պետք է քայլ կարողանանք այնպես անել, որ նույնիսկ մեր քաղաքացիները, ովքեր իրանց պարզապես գոհունակությունն են հայտնում, ոչ թե ասեն, որ իրանք դարել են անվճար, այլ ասեն այդ վիրահատության համար վճարել է կառավարությունը, այդ վիրահատության համար վճարել է պետական բյուջեն, այդ վիրահատության համար վճարել է պետությունը, որովհետև սա շատ կարևոր բան է, որովհետև գիտեք, հասկանում եք, մեր իրականության մեջ, հասկանալի հետագծի պատճառով, այդ ընկալումը չկա, երկրում չկա այդպիսի մի հարց, որի լուծման համար ինչ որ մեկը պետքա չվճարի։ Չկա այդպիսի հարց, պարզապես չկա այդպիսի հարց։ Նույնիսկ այն հարցերը, որոնց լուծման համար ֆիզիկական նյութի տեղաշարժ եւ ֆիզիկական նյութի հետ հաղորդակցություն չի նախատեսվում, այդ ամեն ինչի հետևում կա ծախս։ Այդ ծախսը ինչ որ մեկը պետք է անի, որովհետեւ այդ ծախսը եթե չի արվում, նշանակում է այդ հարցը չի լուծվում։ Դրա համար մենք այդքան ինչ ենք խոսում բյուջեի կարևորության մասին, ինչ ենք խոսում բյուջեի կարևորության մասին, թե ինչքան կարևոր է բյուջեն։ Որովհետև եթե ինչ որ մի հատ հարց կա բյուջեում, այդ նշանակում է այդ հարցի լուծում, եթե չկա բյուջեում, այդ նշանակում է այդ հարցի չլուծում։ Իհարկե հաշվի առնելով նաև վերաբաշխումների եւ այլնի լրացնելու, հանելու, ավելացնելու, պակասելու հնարավորությունը։ Ես այն ինչի համար եմ ասում, այդ թվում համայնքներում։ Երբ որ մարդը իր դարպասից դուրս է գալիս եւ տեսնում է, որ դարպասի դիմացը ցեխ է, ինքը ուզում է, չէ՞, այդ հարցը լուծվի, բնականաբար։ Բայց պետք է նաև հասկանանք, այդ հարցը ոնց կարա լուծվի, այդ հարցը կարող է լուծվի միայն այն դեպքում, երբ որ բյուջետային համակարգը աշխատի։
Ընդ որում բյուջետային համակարգ հասելով մենք սովորաբար հասկանում ենք պետական բյուջե, որտեղ փող կա եւ որից ծախս արվում, ոչ բյուջետային համակարգ սկսում է բանից, կրպակից, այդ դարպասի դիմաց գտնվող կրպակից, ՀԴՄ դրածա թե դրած չի, առևտրի դիմաց ՀԴՄ տրվում է թե չի տրվում, հարկը վճարվում է թե չի վճարվում, գույքահարկը վճարվում է թե չի վճարվում։ Ընդ որում այս ռեժիմի մեջ շատ կարևոր է մի բան, էլի հարցի սոցիալական դրվածքը։ Հարցի սոցիալական դրվածքը։ Երբ որ այս մոտավորապես նույնն է, չէ՞, տենց իրավիճակներ ենթադրում եմ լինում է։ Երբ որ երեկոյան կամ ցերեկը հավաքվում են, եւ մեկ էլ արձանագրում են, որ տանը ուտելու բան չկա։ Ճաշ չկա։ Սովորաբար sense դեպքերում ինչ են անում, հարցակվում են տանտիկնոջ վրա, ասում են չհասկացա։ Էսը կելենք հոգնած ջարդված բան, ուտելու բան չլինի, բայց հարգելնես որտե՞ց լինի ուտելու բան։ Որտե՞ց լինի ուտելու բան։ Այսինքն այդ ուտելու դատարկ բանը, դատարկ կացան նշանակում է, որ ընտանիքի բյուջետային համակարգը չի աշխատել, որովհետև ինչ որ մեկը պետքա բան աներ, իր բյուջետային պարտականությունը կատարեր, այսինքն բերեր դներ, եւ բյուջետային համակարգը, ով որ բանը տան ֆինանսների նախարարությունը բաշխեր, պլանավորեր, գնար գնումները իրականացներ արդյունավետ, դա էլ հիշեցնեմ արդյունավետություն։ Այսինքն մենք որ ասում ենք Հայաստանը մեր տունն է, ժողովուրդը մեր ընտանիքն է, այս նկատի ունենք։ Այս նկատի ունենք։ Հա ներսում կարա լինի հետեւյալը, ում համար ինչ կոշի կար, ով ինչքան պետքա ծախսի, բայց սա լրիվ նույն պատմությունն է։ Եվ ինձ ամենաշատը անհանգստացնում է, որ այս պատմության ընկալումը մեր իրականության մեջ չկա։ Այսինքն պետական բյուջեն մարդիկ պատկերացնում են, թե Ֆիննախում կամ ինչ որտեղ երբեմն պատկերացնում են, թե կենտրոնական բանկում, չնայած կենտրոնական բանկը այս թեմայի հետ ընդհանրապես կապ չունի։ Մի հատ սենյակ կա, այնտեղ ասենք մի հատ էլ մեքենա կա, ասենց բանը փողը տպում են, բաշխում փողը տպում են, այսինքն տենց էլ կարելի ասել, բայց մի շաբաթից հետո այդ փողով ոչ մի բան չես կարող առնես, որովհետև այդ փողի տակը աշխատանք չկա, արդյունք չկա։ Այսինքն եւ նույնը համայնքը, նույնը պետությունը, նույնը կազմակերպությունը, ամեն ինչ սենց է։ Այսինքն այս դատարկ կացան տեսնելով հարցակվել բանի վրա, տանտիրու վրա, թե ինչի ճաշ չես էփե, բայց բան չկա էփելու, որտե՞ց էփի։ Հələ մի հատ էլ չենք թողում ինքը գնա աշխատի, որ եւ այս ընկալումը շատ կարեւոր է։ Վերադառնալով խոշորացման թեմային, էֆեկտը այստեղ է դա, որ ընտանիքը մեծանում է, այո կարիքը մեծանում է, բայց նաև աշխատող ձեռքերն են շատանում։ Գույքահարկ վճարի պոտենցիալն է մեծանում եւ բաշխումներ անելու հնարավորությունն է մեծանում, ել չեմ ասում կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով եւ դոտացիաներով ավելի մեծ ֆինանսավորում է իրականացնում։ Եկեք արձանագրենք նաեւ, որ նախորդող շրջանում խոշորացման արդյունքում որևէ մտավախություն չարտահայտվեց։ Ոչ մի գյուղ իր անունը չկորցրեց, ոչ մի գյուղ իր ինքնությունը չկորցրեց, ոչ մի գյուղ իր տրադիցիան չկորցրեց եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդհակառակը երևացին աշխատանքներ եւ կառավարության համար էլ է հեշտ։ Կառավարության համար հեշտ է աշխատել 60 համայնքի ղեկավարի հետ եւ մարզպետարանի, քան թե 600 համայնքի, քան թե 800 համայնքի ղեկավարի հետ, որոնց կացան սովորաբար դատարկը։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ըստ էության ամփոփելով նախորդ խոշորացումների 7 փուլերի օրինակները, միանշանակ կարող ենք պնդել, որ խոշոր համայնքները խոշոր ծրագրեր են կարողանում իրականացնել եւ այսօր մեր պետական համաֆինանսավորման ծրագիրը, որը համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ուղղված ամենամեծ ծրագիրն է, հասել ենք այն կետի, որ համայնքները ներկայացնում են 6, 7, 8, Վանաձորը 13 միլիարդ դրամի սուբվենցիոն հայտեր։ Այս կարողությունները եւ գումարի գեներացման եւ նաեւ նախագծերի պատվիրման
մրցույթներ իրականացնելու, աշխատանքները հսկելու համայնքներում այս պոտենցիալը գեներացվել է, այդ թվում մարդկային պոտենցիալը եւ առաջին հերթին մարդկային պոտենցիալը բացառապես խոշորացման արդյունքում, որովհետեւ հնարավոր չի մի գյուղական բնակավայրում ունենալ քաղաքաշինության բաժնի նորմալ մասնագետ, գնումների մասնագետ, նախագծեր կազմող, նախագծեր կարդացող, նախագծերից հասկացող, մրցույթներ իրականացնող մասնագետներ։ Եվ այս առումով, որ արդեն կարծում եմ նաև քաղաքացիների կողմից դժգոհություն չկա խոշորացման հետ կապված, որտեղ աշխատանքները տեղում ակնհայտ երևացել են։ Մենք ինչի ենք ընտրել այս համայնքները, սրանք հիմնականում խոշորանում են քաղաքային բնակավայր ունեցող համայնքների շուրջ, որտեղ մեր դոտացիայի բանաձևերն էլ գյուղական բնակավայրերով բաղկացած արդեն խոշորացված համայնքներին ավելի քիչ միջոցներ են տալիս եւ էականորեն միջոցները ավելանալու են սրա հաշվին։ Ընդ որում մենք պետք է նայենք այդտեղ էլի բան ունենք անելու։ Հիմա ես օրինակ նայում եմ Տավուշի մարզի օրինակը։ 4 բնակավայր է եւ վերջը դե ֆունդամենտալ խոշորացման թեման փակված է, վերջ, այլ այնտեղ խոշորացման օրակարգ չկա, որովհետեւ ոնց պետք էր խոշորանալ 4 Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Իջևան խոշորացվեցին, ավարտեցին։ Հիմա մենք պետք է նայենք թե որ էլի մարզ ունենք, որ թեման փակված է։ Այսինքն էլի մարզեր ունենք, որ թեման փակված է։ Կարծում եմ, որ արդեն կասկած չկա, որ դա ճիշտ ճանապարհ է, պետք է գնալ եւ հնարավորինս էֆեկտիվ այդ թեման փակել դուրս գալ։ Թեման փակված ենք համարում նաև Արարատի մարզում, այստեղ կա մեկ չէ խոշորացված համայնք ազգային փոքրամասնությամբ, կա Արտաշատը, Արարատը, Վեդին եւ Մասիսը, այստեղ եւս խոշորացման հետ կապված առաջիկայում պլաններ չունենք։ Ընդհանուր ուսումնասիրում ենք բոլոր տեղերի կառավարման արդյունավետությունները։ Այս փուլում պլանավորել ենք այս 9 համայնքների միավորում, որից կստացվի 3, ինչի ենք սա նախաձեռնել հիմա, որովհետև 2027 թվականի աշնանը այս համայնքների զգալի մասում հերթական թիմ ընտրություններ են, 26 թվականի աշնանը, այսինքն այս տարի աշնանը համայնքների զգալի մասում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նախատեսված եւ կրկնակի ընտրություն կազմակերպելու անհրաժեշտությունն ենք բացառել, այսինքն իրենք հիմնականում իրենց ժամկետներում կգնան ընտրությունների, բայց ընտրությունը կլինի միավորվածի մասով, առաջիկա տարիների համար միանշանակ նոր ուրեմն համայնքներ կառաջարկենք վերամիավորման համար, այսի մասը տրամաբանության մեջ։ Ընդ որում ես ուզում եմ ելի իմ գոհնակությունը հայտնեմ, որ մենք քաղաքական կամք ենք ունեցել եւ վճռականություն ենք ունեցել եւ ունենք դա անելու, որովհետեւ հասկանում եք, հիշում եք ինչքան նրբությունների հետ էր կապված 1000-ի եւ այլն քաղաքական, մերձ քաղաքական եւ այլն, շատ կարեւոր է, որ մենք հետեւականորեն գնում ենք առաջ եւ մեր համոզմունքները կարողանում ենք իրագործել եւ արդյունքներն էլ տեսնել։ Շատ լավ, կան դիտարկում դրա։ Համեց։ Ես մի պարզ օրինակ բերեմ, պարոն վարչապետ, ցույց տալու համար միավորման գործընթացի կարևորությունը։ Մենք 500 մանկապարտեզ ենք կառուցել վերջին տարիների ընթացքում, որոնցից զգալի մասը գյուղական բնակավայրերում։ Այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցել ենք մանկապարտեզներ, իրենց սեփական եկամուտների հավաքագրման մասը 25-30 միլիոն դրամ է, իսկ միայն մեկ մանկապարտեզի լիարժեք պահպանման ծախսը ավելին է, քան 30 միլիոն դրամ է։ Հետևաբար, եթե մենք միավորման գործընթաց չանեինք, եւ պետությունը պետական բյուջեի միջոցներով մանկապարտեզ կառուցեր եւ այդ մանկապարտեզը հանձներ համայնքներին շահագործման, գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունը միայն մանկապարտեզի պահպանության համար անհրաժեշտ գումարը չուներ իրենց բյուջեում։ Այսինքն ավելի պարզ ասենք, պարոն Խուդացյան, տենց դեպք ունեցել ենք, իմիջիայլոց այդ խոսակցությունները իմիջիայլոց այդ դեպքից են սկսել։ Այսինքն մենք կարող ենք մանկապարտեզը կառուցելու ենք տալու համայնքին, համայնքը չէր կարողանալու այդ մանկապարտեզի աշխատավարձը վճարել աշխատողների, կոմունալ ծախսերը վճարել, պահպանման ծախսեր անել եւ այլ ծախս, որովհետեւ իրանք չունեն այդքան բյուջե։ Եվ հիմա, բայց մեծ խոշորացված համայնքի մեջ այդ խնդիրները ոչ միայն լուծվում են, այլև մենք նախապայման ենք դնում, որ մանկապարտեզը կառուցվեց, մենք պետք է համայնքի բյուջետավորման ծրագրի մեջ տեսնենք, որ իրանք երկարաժամկետում դա նախատեսում են։ Եվ դա երաշխավորում է մանկապարտեզների բնականon գործունեությունը եւ զարգացումը։ Շատ լավ, կան այլ դիտարկումներ, չկան։ Ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը